Շնորհակալություն։ Հայաստանը աշխարհի այն փոքր թվով երկրներից է, որի պատմությունը հաշվում է ոչ թե տասնամյակներով կամ հարյուրամյակներով, այլ հազարամյակներով։ Մենք հայրենիքի պետության համար զոհված հերոսներ ունենք, սկսած անհիշելի ժամանակներից, բայց քանի որ մենք 1000 տարի պետականություն չենք ունեցել, մենք չունենք մեր համար, մեր երկրի համար իրենց ամենաթանկը երկրային կյանքը զոհաբերած հերոսներին հիշելու օր։ Չենք ունեցել, մենք անգամ չենք որպես ընտանիք, մենք չենք հարգել անգամ ոչ վաղ անցյալում, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված մեր հայրենակիցների, այսինքն մեր պապի եղբոր հիշատակը։ Մենք պետք է սովորենք հարգել հիշատակը եւ ես զարմանում եմ, որ օրը կարող է ինչ-որ քաղաքական, չգիտեմ, շահարկումների տեղիք տալ։ Ես եւ պարոն Ռուբինյանը ի սկզբանե ասել ենք, որ բերեք ցանկացած օր խելամիտ, քննարկենք, ընդհանուր հայտարարի կանք։ Բայց այս կարճ ժամանակահատվածում, որ մենք քննարկում արեցինք, մոտ արդեն 2 ամիս կլինի, հանրության շրջանում սա ընդունելի դարձավ, ես վերջին օրերին եւ ինձ եւ պարոն Ռուբինյանին բազմաթիվ մենք գրություններ, նամակներ, զանգեր ենք ստանում, որ ի վերջո բա երբ եք ընդունելու, դուք սկսեցիք ու չավարտեցիք։ Դրա համար ես ասում եմ, որ հիմա նոր պարոն Մինասյանը ասեց, որ կգա ժամանակ, այսինքն սա համընդհանուր օր չի դառնա, ես այդ տեսակետը չեմ կիսում, լավ էլ դառնալու է, պարոն Մինասյան, լավ էլ ընդհանուր օր է դառնալու եւ մեր հերոսները եւ այդ ամենակարևորը պետությունը եւ նաեւ քաղաքական ուժերը կմշակեն, կհասկանան ինչ արարողակարգերով պետք է հիշել մեր նահատակներին, ինչպես դպրոցում, այնպես համալսարանում, հիմնարկ ձեռնարկություններում, երբ որ պարոն Ռուբինյանը ասեց, իսկ եթե օգոստոսին ես դեմ եմ եղել հենց միայն այն պատճառով, որ այս օրը պետք է նաև դաստիարակչական նշանակություն ունենա։ Եթե այս օրվա ընթացքում մենք մեր երեխեքը դպրոցում, համալսարաններում ինչ-որ արարողություններով չնշեն, ես կարծում եմ, որ ճիշտ չի լինի եւ ես խնդրում եմ, որ կողմ քվեարկեք եւ կարծում եմ մենք մի գոնե փոքր մեր պարտքը կատարած կլինենք մի բուջուր կաթիլի չափով կամ քիչ մեր տղերքի համար, ովքեր կրկնում եմ բոլոր ժամանակներում, որովհետև մենք ծանրաբեռնում մեր ուշադրությունը ուղղում ենք վերջին 30-35 տարվա վրա, բայց մեր երկրի պատմությունը շատ ավելի հին է, քան այս 35 տարին եւ բոլորին կարելի է հիշել մեկ օրում տարբեր միջոցառումներով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Նազարյան։